ամբողջությամբ։ Քրեական օրենսգրքի 102-րդ հոդվածի առաջին մասի համաձայն քրեական բավարարի ընթացքում ապացուցման ենթակային դեպքը եւ դրա հանգամանքները, ժամանակը, տեղ, եղանակը եւ այլն, մեղադրյալի առնչությունը դեպքի, ենթադրյալ հանցագործության, քրեական օրենքով նախատեսված հատկանիշները, մեղադրյալի մեղավորությունը ենթադրյալ հանցանքը կատարելու մեջ, քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները, մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները, ենթադրյալ հանցագործության պատճառված վնասը, այն հանգամանքները, որոնք թույլ են տալիս անձին ազատել քրեական պատասխանատվությունից կամ պատժից, այն հանգամանքները, որոնցով անձը հիմնավորվում է վարույթի ընթացքում եւ գույքային պահանջները, այն հանգամանքները, որոնցով վարույթի մասնակիցը կամ այլ անձը հիմնավորվում է իր պահանջները։ Վճռաբեկ դատարանը Կարապետյանի գործով որոշման մեջ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին ոչ։ Հանցագործության մասին հաղորդումը, որպես քրեական գործ հարուցելու առիթ, իրենից ներկայացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի գերավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմին, կոնկրետ հանցագործության տարեր պարունակող, նախապատրաստող կամ կատարած հանցագործության մասին տեղեկատվությամբ, ինչը որ բացակայում է Սամվել Առաքելյանի գրությունից։ Առիթը պայման է, որ իրականության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին եւ պաշտոնատար անձանց մտնել իրավարարությունների մեջ կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեությունը։ Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին։ Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու եւ քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար։ Այսինքն քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին արված հաղորդումը, ինչը տվյալ պարագայում ակնհայտորեն բացակայում է։ Քրեական գործ հարուցելու առիթ հասնելով պետք է հասկանալ օրենքով սահմանված այն աղբյուրը, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում քննիչին կամ դատախազին, քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի իմաստով քրեական գործ հարուցելու առիթ է, հետևաբար այդպիսի հաղորդում առկայությունը ինքնին առաջ է բերում քրեադատավարական իրավարարություններ կապված գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերը բավարար ներստուգելու անհրաժեշտության հետ։ Միևնույն ժամանակ հանցագործության մասին հաղորդումը, այդ թվում ֆիզիկական անձի կողմից տրված, չի կարող լինել վերացական կամ ընդհանուր բնույթի, որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին։ Վերոբերյալը սակայն չի նշանակում, որ անձն իր հաղորդման մեջ պետք է ներկայացնի այնպիսի փաստական տվյալներ, որոնք իրենց բնույթով բավարար են հանցագործության հատկանիշների առկայությունն առերգուտ հաստատված համարելու համար։ Տես Էմմա Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ VB-133/07 որոշում։ Նույն գործով Վճռաբեկ դատարանը գտնում է որ մեջբերում քրեական գործ հարուցելու առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց մտնել իրավարարությունների մեջ կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբունքային փուլի գործունեությունը։ Քրեական գործ հարուցելու հիմքը հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներն են, ընդ որում քրեական գործ կարող է հարուցել միայն հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների բավարարության դեպքում։ Վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով, Հրայր Մանուկյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ-0154-1114 որոշման 14-րդ կետում արձանագրում է, որ հանցագործության մասին հաղորդումն իրավաբանական փաստ է, որն առաջացնում է այն ստուգելու եւ լուծելուն ուղղված դատավարական իրավահարաբերություններ։ Հաղորդումը որպես քրեական գործ հարուցելու առիթ պետք է համապատասխանի որոշակիության բովանդակային չափանիշին։ Մասնավորապես բովանդակի տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին։ Նշվածը սակայն չի ենթադրում, որ քննարկման եւ լուծման ենթակային միայն հաղորդումը, որը պարունակում է քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր։ Հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները կարող են բավարար լինել այն քննարկելու, ստուգելու եւ լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումներ, քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներ։ Գործողության մեջ դնելու համար։ Եթե ողջամիտ հավանականություն կա, որ դրանց ստուգման արդյունքում կարող է հայտնաբերվել այլ հաստատապես հայտնաբերելու թե քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր։
Վճռապետ դատարանը ընդգծում է, որ քննարկված չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր հաղորդում առաջացնում է բարոյ իրականացնող մարմնի պարտականությունը դրա կապակցությամբ կայացնել քրեական դատավարության օրենսգիրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը։ Հարկ է փաստել, որ վճռապետ դատարանի վերոնշյալ որոշումները հիմնված են նախկին քրեական դատավարության օրենսդրության կարգավորումների վրա, սակայն մուտանտիս կիրառվել է նաև գործող իրավական կարգավորումների պայմաններում։ Պարոն Ղազարյան, կխնդրեմ նախադեպերը ամբողջությամբ չընթերցեք, հաշվի առնելով, որ կողմերը պրոֆեսիոնալ են և դուք գտնվում եք դատարանում, կարող եք համարը նշել և անուն ազգանունը, դրա արդյունքում արդեն ես հաշվի կառնեմ, որպեսզի ամբողջությամբ չընթերցեք։ Պատվարժան դատարան, ես վճռապետ դատարանի որոշումներից հենց այն հատվածներն են։ Ես հասկանում եմ, բայց կարծում եմ դուք եք որոշում, կարծում եմ անհրաժեշտ չի ծանրաբեռնել։ Միայն անունը կարող եք նշել և համարը այդքանով սահմանափակվել, բայց դուք եք որոշում։ Շատ լավ։ Քրեական դատավարության օրենսգիրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույցի համաձայն քննիչի կողմից քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման տարբերակներից մեկն է քրեական վարույթ չնախաձեռնելն է։ Այդպիսի արդյունք կարող է գրանցվել հետևյալ դեպքերում։ Սա կարևոր է համարում պատվարժան դատարան դրա համար։ Հաղորդման մեջ նշված չէ որևէ կոնկրետ դեպք, գործողություն կամ ամբողջություն, որը կարող է ենթադրաբար հանցավոր լինել։ Եթե նայում եք Սամվել Առաքելյանի գրությունը, ակնհայտ նշանակում է, որ ըստ այս ուղեցույցի պետք է վարույթ չնախաձեռնել։ Երկրորդ, հաղորդման մեջ նշված է որոշակի դեպք, գործողություն կամ ամբողջություն, սակայն այն ակնհայտորեն չի համապատասխանում քրեական օրենսգիրքով նախատեսված որևէ արարքի։ Սամվել Առաքելյանի գրության մեջ քրեական օրենսգիրքի որևէ հոդվածի հղում, հիշատակում ենթադրյալ հանցանքի մասին գոյություն չունի։ Հաղորդման մեջ նկարագրված հանցանքի վերաբերյալ վարույթով քրեական հետապնդումը կարող է իրականացվել միայն մասնավոր կարգով, սակայն հաղորդումը ներկայացնողին հայտնի է ենթադրյալ հանցանքը կատարած անձը։ Սամվել Առաքելյանի գրության մեջ ոչ մի անձի մասին, այդ թվում իմ մասին, որևէ հիշատակում գոյություն չունի։ Պատվարժան դատարան, ես նոր եմ ստացել իրավագետի որակավորում և քրեական իրավունքի հետ իմ առնչությունները շատ սահմանափակ են։ Այս ամենը ես ձեռք եմ բերել այս տեղեկությունները դատախազության պաշտոնական դիրքորոշումներից, երբ որ ես ինքս եմ ներկայացրել պատշաճ հաղորդումներ հանցագործությունների մասին ազգային ժողովի պատգամավորների կողմից իմ նկատմամբ ցուցաբերած խտրական վերաբերմունքի համար։ Իրենք հրաժարվել են վարույթ նախաձեռնել։ Ես դա բողոքարկել եմ 14 դատական նիստ է, դատական գործ եմ շահել, որով դատարանը պարտավորեցել է վարույթ նախաձեռնել։ 12-ով վերաքննիչ դատարանում եմ շահել, 4-ով վճռապետում, և իրենք իրենց դիրքորոշումները, որ ներկայացրել մինչև վճռապետ դատարան, սա են իրենք դրա բովանդակության։ Դա դատախազության դիրքորոշումից են վերցրել։ Հիմա ես ուրեմն հասկանալ, դատախազությունը, որ քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ նման դիրքորոշումները արտահայտել։ Իմ պարագայում, երբ որ ակնհայտ հաղորդում չկա հանցագործության մասին և չի համապատասխանում այդ գերությունը պահանջներին, ինչու համար է վարույթ նախաձեռնել։ Ես այստեղ հիմնավորում եմ հարգարժան պաշտպանի իր եզրափակիչ ճառում ներկայացրած մոտեցումը, որ սա վարույթ է, որը իր մեջ պարունակում է խտրական վերաբերմունք իմ հանդեպ։ Եզրակացություն այս մասով։ Տվյալ դեպքում հանրային իրական վարույթ չպետք է նախաձեռներ, այն պետք է կայացնել որոշում քրեական վարույթ չնախաձեռնելու գրավոր իրազեկման մասին։ Առկա չէ փաստացի հաղորդում հանցագործության մասին, առկա չէ հանցակազմ, Սահմանադրական դատարանի որևէ դատավոր, որևէ եղանակով չի դիմել իրավապահ հնարքումներին, այն դեպքում, երբ որ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ Սահմանադրական դատարանի դատավորը և նրա ընտանիքի անդամները պետության հատուկ պաշտպանության ներքո են։ Սահմանադրական դատարանի դատավորի, նրա ընտանիքի անդամների, նրանց բնակելի աշխատանքային տարածքների, այլ բուրքի անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում դատավորը հաղորդում է իրավասու պետական մարմիններին և Սահմանադրական դատարանին։ Իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ դատավորին, նրա ընտանիքի անդամների և նրանց զբաղեցրած բնակելի և աշխատանքային տարածքների այլ բույքի անվտանգություն ապահովելիության, որի վերաբերյալ տեղեկացնում են Սահմանադրական դատարանի նախագահին։ Պատվարժան դատարանը, ինչպես տեսնում ենք, այս իրավակարգավորումներով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար գոյություն չունի։ Այսինքն, եթե որևէ դատավոր ինքը
իմ հրապարակային խոսքի հետ կապված ունենալ անհանգստություն, ապա ըստ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի, որի դեպ ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան անգամ քրեական դատավարության օրենսգիրքը, ապա Սահմանադրական դատարանի դատավորը ինքը պետք է դիմել իրավապահ մարմիններին։ Մենք Սահմանադրական դատարանի որևէ դատավորից բացի դրանից որ չունենք դիմում, Սահմանադրական դատարանի որևէ դատավոր նախաքննական մարմնի կողմից չի ճանաչվել որպես տուժող կամ վկա, անգամ մենք ենք այս դատարանում միջնորդություն ներկայացրել մեղադրական եզրակացության մեջ նշված դատավորներին որպես տուժող ներգրավելու վերաբերյալ, ինչը չի բավարար, այսինքն հարց առաջանում թե ում է ուղղված եղել իմ խոսքը, եթե դա որևէ մեկի վնասել է, եթե տուժողը գոյություն չունի։ Գոյություն չունի երկրաձև անձանկից տուժող սուբյեկտ, գոյություն չունի որևէ վկա, գործում միակ վկան հայտնի գրությունը գրած անձն է, որը պատվարժան դատարան, եթե վերստին նայեք գործի նյութերին, վկայի կարգավիճակում ներգրավել է գործում ինձ մեղադրանք առաջադրելուց հետո։ Այսինքն ամբողջ նախաքննության փուլում Սամվել Առաքելյանը որպես վկա չի ներգրավել, չի հարձակվել, եւ որ ինձ ներկայացրել են մեղադրանք, նոր դրանից հետո իրան ներգրավել են որպես վկա, կարճ ցուցմունք իրանից վերցնելուց հետո նախաքննությունը ավարտել են, առանձնացրել այդ մասով եւ ուղարկել դատարան։ Իսկ փաստացի կարող ենք ասել վկայել գոյություն չունի։ Ավելի, ինչ է պարզվում, որ 2025 թվականի օգոստոսի 19-ին նույն Սամվել Առաքելյան, այսինքն այս գործով միակ վկան, որը այդ պաշտոնից ելնելով ՍԴ աշխատակազմի ղեկավարի գրություն է գրել գլխավոր դատախազին, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Եվ հետաքրքիր է, որ նա պաշտոնից ազատվել է այս դատարանում 2025 թվականի մայիսի 14-ին վկայի կարգավիճակում հարձակվելուց հետո։ Քանի որ մեր դատական նիստերը, այդ թվում այդ օրվա նիստը ուղիղ եթերով հեռարձակվել է, ես հիմնավոր կասկած ունեմ, որ նրա պաշտոնից հեռացման պատճառը դատարանի տված ցուցումներն են, որ նաև տեսել են դրա իրավական արժեքի ցածր լինելը, այս կարծիք ունեմ, նրան հեռացրել են զբաղեցրած պաշտոնից, որովհետև պաշտոնից ազատվելուց հետո նա ոչ թե առաջխաղացում է ունեցել, այլ պաշտոնի իջեցում, նշանակվել է Սահմանադրական դատարանում նախագահի խորհրդական աշխատակցություն։ Հազարյան խոսեք առարկայական, վարույթի չվերաբերելի խոսում ես թույլ չեմ տա։ Թե ինչի են ազատել կամ ինչի են ընդունել աշխատանքից, դա դեռ մեղադրների հետ կապ չունի։ Պատվարժան դատարան, ես դա եմ ուզում հիմա ձեզ տեղեկացնել, որ ես գրավոր կարծում եմ ուղղակի նոյեմբերի 19-ի Սահմանադրական դատարան պարզելու նրա ազատման պատճառները, որովհետև միգուցե նա պաշտոնից ազատվել է հենց այս վարույթի հետ կապված հանգամանքներով։ Ես ձեզ նախագուշացրեցի, հաջորդի պիտի դառնամ դատական սրտը շարունակեմ։ Պատվարժան դատարան, ներողություն եմ խնդրում, բայց անկախ նրանից դեր կիսում եք, թե չեք կիսում պաշտպանելիս մոտեցումները, ես